Բարև ձեզ Digimed-ում մենք խոսում ենք առողջապահության նոր արարությունների մասին, այս անգամ ձեզ կպատմենք։ Նոր ատամներ լաբորատորիայից, նոր տեխնոլոգիաներ, նոր նյութեր եւ ավելի ճշգրիտ վերականգնում։ Ատամնաբուժության հեղափոխական ապագան։ Վերադարձված շպիտ։ Ատամնաբուժության պատմության մեջ հեղափոխություններ շատ են եղել, առաջինը երևի թե անզգայացումներ, որը առաջին անգամ սկսեցին կիրառել 19-րդ դարի կեսին։ Հետո եկան նոր ախտորոշիչ, վերականգնողական տեխնոլոգիաները, անզգայացումը բուժումը դարձրեց տանելի, ռենտգենը թույլ տվեց տեսնել թաքնվածը, ժամանակակից գործիքներն ու նյութերը բուժումը դարձրեցին ավելի ճշգրիտ եւ ատամը պահպանող։ Այսօր ատամնաբուժությունը մոտենում է նոր մեծ շրջադարձի, բնական վերականգնման եւ նույնիսկ նոր ատամ աճեցնելու հնարավորության։ Դե որքանն է այս ամենից արդեն իրականություն եւ ինչպես են փոխվում կարիեսի բուժման ու ատամի փոխարինման մեթոդները, կպատմի մեր հյուրը։ Էդգար Նավասարդյան, բժիշկ ստոմատոլոգ։ Պարոն Նավասարդյան, սկսենք ամենահիմնական հարցից։ Այսօր երբ խոսում ենք կարիեսի բուժման նոր հնարավորությունների մասին, իրականում ինչ է փոխվել ատամնաբուժության մեջ։ Ու եթե վերցնենք 10 տարի առաջ, այսօր։ Իրականում ստոմատոլոգիայում փոփոխությունները տեխնիկայի բուժման պրոտոկոլների մեջ են հիմնականում։ Պրինցիպը, ուղիները ու նպատակը նույնն է՝ բուժել մարդու օրգանը եւ կանխարգել հետագա խնդիրները։ Իսկ եթե արդեն խնդիրները սրացել են, այդ սրացումների բուժմանը եւ վերջնական փուլին ավարտին հասնելն է։ Փոփոխությունները նյութերի մեջ, նյութերի ավելի անվտանգ լինելը, աշխատանքի պրոտոկոլների, նրանց հերթականության, տեխնիկայի զարգացվածության, որովհետեւ հիմա տեխնիկաները բավականին զարգացել են, նրանք թույլ են տալիս մենք տեսնենք մարդու օրգանիզմի, ասենք տվյալ դեպքում ատամի կամ ծնոտում կատարվող տարբեր տեսակի բորբոքային խնդիրներ, տարբեր տեսակի խնդիրների, գոյացությունների եւ այլ նրանց ավելի խորը հյուսվածքներ ուսումնասիրելով, հասարակ օրինակ մեզ բոլորի շատ հայտնի ռենտգեն ասվածը։ Մի ամբողջ սենյակ էր եւ անverջ հերթ սենյակի դիմաց։ Իսկ հիմա կա ռենտգեն, որը մենք հիմա ասում ենք վիզիոգրաֆ, որը իր ճառագայթի հետ կապված շատ մինիմալ դոզաներ է եւ թույլատրվում է նույնիսկ առանց պաշտպանիչ հագուստի եւ բժշկին եւ պացիենտին կիրառել, նույնիսկ կա մանկական աստիճաններ, որոնք որ դու փոխում ես ու կարողանում ես մաքսիմալ անվտանգ կիրառել։ Ես օրինակ իմ շատ պացիենտներին մանկական ռեժիմով եմ նկարում։ Միանգամից sense փոխում, կապ չունեմ մեծ թե փոքր, դնում եմ մանկական ռեժիմի վրա եւ նկարում եմ։ Պատկերը ստանում եք եւ ավելի ստանում եմ իդեալական եւ ավելի ոնց որ ասած ինվազիվ։ Չնայած ինքը վտանգավոր չի, ինքը ավելի շատ վտանգավոր է բժշկի համար, որովհետեւ ավելի շատ մի անգամ եք ճառագայթվում, երկու անգամ եք ճառագայթվում, իսկ մենք սիստեմատիկ դա նկարում ենք։ Օրվա մեջ մենք կա 3 հիվանդ ունենք, 4 հիվանդ ունենք, ու ամեն մեկին 5 անգամ նկարես, օրինակի համար։ Երբևէ կվերանա բոր մեքենան։ Քանի դեռ կա ատամ, կարծում եմ որ չի վերանա։ Թեպետ հիմա կան բոր մեքենայի ասված ալտերնատիվ տեսակները, որոնք իրենցից ես եւ իմ կարիերայում մի անգամ եմ տեսել, ինքը իրենց լազերային ճառագայթ է ներկայացնում եւ հեռացնում կարիեսը բոր մեքենայի տեսքով։ Բայց ինքը երևի թե լայն կերարում չգտնի կամ միգուցե ինչու հետաքրքիր է ծախսնա շատ բավականին մեծ գումարներ են դրանք եւ մեր իրականության մեջ եւ ողջ աշխարհի իրականության մեջ շատ բարդ է ցանկացած կլինիկայում ունենալ նման տեխնոլոգիա եւ դարձնել առօրյաապես կիրառելի։ Հասկանում եք, ինքը տեխնիկաները շատ արագ են զարգանում, բայց բոր մեքենան անփոխարինելի է։ Մի ասեք, ոչ ոք դե ստոմատոլոգիայում դա շատ է մեզ օգնում, մեր ընկերն է ինքը։ Իրականում կան տեսակներ, որոնք որ թույլ են տալիս պրեմիում տեսակներ, որոնց ձայնը, աշխատանքը շատ ավելի նուրբ է, շատ ավելի խնայիչ է ձեր ականջի ու բժշկի համար, ինչը ես ինքս կիրառում եմ։ Բայց ամեն դեպքում դա շատ կարևոր գործիք է մեր գործում։ Մեր պապերը, տատերը, ես հիշում եմ, որ ավելի շատ ատամների բացակայության խնդիր ունեին, քան այսօր նրանց տարիքին հասած մեր մայրերը
կամ թեկուզ իմ տարիքին հասած իմ հասակակիցները, դա ինչով է պայմանավորված։ Ես դες մի օրինակ բերեմ։ Առաջ երևի լսել եք, որ ասում են մենք աղով էինք լվանում, մենք սոդայով էինք լվանում։ Ինչ շատ հաճախ այդ հարցը տալիս են։ Դա ինչի իմ պապիկը լվանում էր 90 տարեկան էր, ինքը 95 տարեկան էր, բոլոր ատամները տեում էր։ Ես Մի խնձոր ուտում էր, մաքրվում էին ատամները։ Այո։ Պատճառը էկոլոգիան է։ Հիմա ինչ ենք շնչում։ Առաջ ինչ են շնչել, հիմա ինչ են ուտում, առաջ ինչ են կերել։ Նույնն էլ երեխաների մոտ շատ ծնողներ, մեր տարիքի, ասենք, կամ մեզանից մեծ, որ իրանց երեխաների հետ գալիս են, ասեն բժիշկ ջան, ես մի հատ ատամ եմ ունեցել, որ գնացել եմ մանկական բժշկի մոտ, ես նաև մանկական մանուկների հետ եմ զբաղվում, արդեն երկար ժամանակ բավականին։ Ես բացատրում եմ, ասում դուք ինչ որ արհեստական կամ այդ շոկոլադներ, այդ փափուկ, ռեզինանման, հակա ինչ որ գովազ չստացվի, կան եւ լավերը, բայց շատ ժամանակ մարդիկ լավին չեն գնում, շատ ինչ որ թանկանոց ապրանքին։ Դուք օգտագործել եք, ասում են ոչ, ասում են ուրեմն մի մեղադրեք երեխային կամ երեխան ինչ էկոլոգիայում է ապրում, ինչ թթվածին է շնչում, ինչ սնունդ է ուտում, ինչով է առհասարակ զբաղված։ Հետո այդ բլենդեր ասվածները մեր հայ իրականության մեջ երեխաներին շատ են վնասում։ Ծնողները փափուկ սնունդ են տալիս երեխաներին, ինչը շատ չի կարելի, դա արգելված է։ Երեխան 5 տարեկան է, դեռ գազած չի կրծել, այսպես ասած։ Դեպքեր ու հաճախ է պատահում։ Ես լսել եմ, որ նույնիսկ նորածնային տարիքում 10 ամսական, 11 ամսական մանկաբույժները սկսել են խորհուրդ տալ չբլենդել, որովհետև դա նաև կլման պրոցեսն է բարդացնում, երեխաները հետո չեն կարողանում մի քիչ ավելի պինդ ուտելիքը կուլ տալ պարզապես։ Մեր ուղեղի հիմա սովորա, որ մենք բոլորս քաղաքակիրթ ենք, մենք մարդու իրավունքներ եւ այլ, բայց մենք չենք մոռանում մեր բնույթը, մենք գիշատիչ ենք։ Մարդը ինքը կենթանի է, գիշատիչ է։ Նա ունի կտրիչներ, կտրելու համար, նա ունի ժանիքներ, հիմա որ մեզ լսեն, նայողները թող կարող են շոշափել, տեսնել, որ իրենք ժանիքներ ունեն։ Դա ամենաառաջին նշանը, որ մենք գազան ենք։ Ճակերտավոր։ Իսկ մենք մանուկ ժամանակ, երբ որ մեզ տալիս են փափուկ սնունդ, հազարամյակներով մեր պապերը կամ մեր նախնիները ոչ մեկ բլենդերով սնունդ չի կերել, բլենդերով պատրաստված։ Խորովածն էլ ձեռքով են կերել առանց թանկ պատառաքալի։ Ինչ է դա նշանակում, այսինքն հիմա դե ինչ իրականն է, դա եմ ասում, դա անատոմիա է, դա ֆիզիոլոգիա է, դա բնություն է։ Մկանային ծանրաբեռնվածություն չի ստանում երեխան ծնոտի հետ կապված։ Ոսկրային ծանրաբեռնվածություն չի ստանում երեխան դրա հետ կապված։ Դրանից գալիս է ստորին ծնոտի չափսերի փոփոխությունը։ Հետո ասում են ինչի է երեխայի ատամը թեք աճում։ Ու ծնողի հետ բավական երկար զրուցելուց հետո ես հասկանում եմ, որ ծնողը երեխային ուղղակի չափից ավելի շատ փափուկ սնունդ է տվել։ Մեր ասած, որ երեխաները սոսկա ասվածները, որ հայերեն ճիշտ ասած չեմ հիշում, բայց կներեք, հա, չափից ավելի երկար շատ ժամանակ ես փողոցում, ասենք, զբոսնելիս շատ ծնողների տեսնում, ասում, խնդրում եմ, ասում, ես բժիշկ եմ, իմացեք, ձեր երեխային շատ մի տվեք, երեխան արդեն 2 տարեկան է, 2.5 է, ու սոսկան դրած ձեռը, ասենք, չգիտեմ, երեխան ման է տալի։ Ծնոտի դեֆորմացիաների ա բերում շատ խիստ, հետո ծնողը բավականին մեծ գումար է ծախսում, որպեսզի տանի օրթոդոնտների, որ օրթոդոնտներին քիրայերթին է տանջում բժիշկը։ Բասորեն դա նաև դրանով է պայմանավորված, որովհետև ես մտածում էի, որ քանի որ օրթոդոնտիան արդեն շատ զարգացած ուղղություն է ստոմատոլոգիայի մեջ, այդ պատճառով են շատ բոլոր երեխաները համարյա երևի բացառություններով, բոլորը բրեկետով են որոշակի տարիքում։ Այո։ Շատ հաճախ դա ապրելակերպն է փաստորեն, ոչ գենետիկան, ոչ օրթոդոնտիայի զարգացումը։ Ես կասեի բոլորը համակցված, խմբված, բոլորը դառնում է մի բացասական արդյունք։ Եվ ապրելակերպը, եւ ծնողի անուշադրությունը շատ ժամանակ, որտեղ կատնատամները երբ որ դուրս են գալիս, ժամանակին ուշադրություն չեն դարձնում եւ ժամանակին պետք է հեռացվի ուշացման պատճառով ատամը կարող է ձգտել թեք
մշտական ատամը ձգտել թեք կատնատամի պատճառով ու շերացման Տեղ չի տալիս։ Նորամուծություններից ես ձեզ ասեմ, որ օրինակ շատ արդեն եվրոպական երկրերում ես տեսնում եմ այդ ամսագրերում, որոնք որ միշտ տպագրում են առաջընթացներ եւ այլն, մենք բժիշկներս հետևում ենք, փորձում ենք ձեռքներս պահենք, մատներս պահենք զարկերակին, որ չփաստողես նորամուծությունները, հետո պրոֆեսիոնալ ես դառնում, ավելի հմտանոց, դա միշտ մենք պետքա սովորենք, միշտ օրինակ կատնատամները երեխաների, որոնք որ կարիեսով ախտահարված չեն, բորբոքային process-ի մեջ ընդգրկված չեն, հեռացնելուց պահում են, որովհետև իրանք պարունակում են ցողունային բջիջներ։ Որոնք որ իրանց հերթին թույլ են տալիս, որ տարբեր տեսակի մարդիկ, որից ինչ որ խնդիրներ ունեցող կլինեն տարբեր տեսակի վատիվանդություններ, կլինեն տարբեր տեսակի օրգանների փոխպատվաստման, բջջային, այդ արդեն նեղ մասնագիտականը օգտագործել։ Իսկ պես մոտ մի ամիս առաջ տեղեկություն ունեմ, կարդացել եմ, միգուցե մի քանի ամսվա դուրս եկած նորամուծությունը արդեն հասուն մարդկանց ու իմաստության ատամները, որոնք որ բուժման ենթակա չեն, բայց ախտահարվածել չեն, պետք է հեռացվեն, դրանք նույնպես օգտագործվում են որպես ցողունային բջիջների փոխպատվաստման շտեմարան։ Իդեպ մենք արհեստական բանականությանը հարցրել ենք հենց այդ թեմայով, մարդու ատամը փոխարինելու ամենահեռանկարային ուղղությունը որն է համարվում, մենք իհարկե դեռ հետո կխոսենք ավանդական եղանակների մասին, որովհետև այդտեղ եւս կան նորամուծություններ, բայց առաջարկում եմ լսել, թե ինչ է կանխատեսում արհեստական բանականությունը։ Մարդու կորցրած ատամի տեղում նորը աճեցնելու ամենահեռանկարային ուղղությունը համարվում է կենսաբանական ատամի վերականգնումը, այսինքն ցողունային բջիջներով, ատամի սաղմի բիոինժեներիայով եւ ատամի զարգացման ազդանշանների կառավարումով նոր ատամ ձևավորելը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հնարավոր է ոչ միայն փոխարինել դատարկ տարածքը, այլ ստեղծել կենդանի ատամ, արմատով, կապաններով, երբեմն նաև նյարդավորման ու արյունամատակարարման պոտենցիալով։ Այս ուղղության մեջ քննարկվում են երկու ենթաճյուղեր։ Առաջինը ատամի աճը խթանող գենային ազդակների կառավարումն է։ Գիտնականները փորձում են հասկանալ, թե որ նյութերն ու ազդակներն են մասնակցում ատամի ձևավորմանը եւ ինչպես կարելի է դրանք կարգավորել։ Օրինակ, ուսումնասիրվում է USAG1 գործոնը, որի ազդեցությունը նվազեցնելու դեպքում կենդանիների մոտ հաջողվել է խթանել ատամի աճը։ Սա հատկապես հետաքրքիր է այն դեպքերի համար, երբ մարդը ծնվում է ատամների բացակայությամբ։ Երկրորդ ուղղությունն ավելի բարդ է, բայց նաև ավելի տպավորիչ։ Բիոինժեներական ամբողջական ատամի ստեղծումը, դենտալ ցողունային բջիջներով, օրգանոիդներով կամ ատամի սաղմին նման կառուցվածքներով։ Այս ամենն առայժմ լայն կլինիկական իրականություն չէ։ Այսօրվա գործնական ստանդարտը շարունակում են լինել իմպլանտներն ու պրոթեզային լուծումները, իսկ ամբողջական նոր ատամ աճեցնելը դեռ հիմնականում հետազոտությունների փուլում է։ Այսինքն ամենահեռանկարայինը կենսաբանական վերաճն է, բայց ամենամոտ ու կիրառվողներ կան դեռ իմպլանտոլոգիան է։ Սա ռեգեներատիվ ստոմատոլոգիայի մասին էր, որ հիմնականում ապագայում շեշտը երևի թե դրա վրա կդրվի եւ արդեն հետազոտություններ անցկացվում են, բայց եկեք խոսենք այսօրվա մասին, որովհետեւ իմպլանտոլոգիան այո զարգանում է, ինչ նորույթներ կան, բայց միևնույն ժամանակ պրոթեզներն էլ շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել։ Ինչով է դա պայմանավորված։ Պայմանավորված է հիմնականում մարդու ֆինանսական կարողությունից։ Գիտեք ոնց պրոթեզը ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում լայն կիրառելի է։ Իմ փորձից են ասեմ, որտեղ ես նաև պրոթեզավորմամբ եմ զբաղվում, եթե պատրաստվի բավականին գրագետ պրոթեզ մարդու համար եւ մարդը ինքը հակված լինի կրել պրոթեզը, որտեղ եթե պացիենտը ինքը հակված չի բուժման ցանկացած բուժման տեսակի դու բժիշկ ինչքան պրոֆեսիոնալ լինես, դու նրան չես կարող գոհացնես, բայց եթե մարդը հակված է, պատրաստվում գրագետ պրոթեզավորում է կատարվում, մարդը իր կյանքը շատ բավականին հանգիստ, կոմֆորտ ապրում է, ոնց է ասում։ Իդեպ նորամուծությունների հետ կապված պրոթեզավորման հետ շատ ժամանակ մեզ թվում է որ պրոթեզավորումը ինքը հնացած մեթոդիկա է, բայց հավատացեք ոչ։
ուղղակի հնուց եկած բուժման տեսակ է, բայց որպես պրոթեզավորում ինքը չի մնացել նույն մակարդակին։ Փոխվել են նյութերը, ավելի էսթետիկ են դարձել, մարդու օրգանիզմի համար ավելի կիրառելի են դարձել, ավելի թեթև, ավելի ճկվող, կան տարբեր տեսակի սկաներներ, որոնք որ բերանի խոռոչում սկանավորելով ստանում են պրոթեզի իդեալական բերանի խոռոչի արտապատկերը, որտեղ պրոթեզավորման համար ինչն է ամենակարևորը, որպեսզի դու կարողանաս որպես մասնագետ եւ տեխնիկը, որի հետ դու աշխատում ես, համագործակցում ես, կարողանաս նրան տրամադրել իդեալական բերանի խոռոչի պատկերը, որպեսզի պրոթեզավորումը լինի բավականին գրագետ։ Ինչը վերաբերում է ատամների աճացնելուն, ճիշտ ասած իմ ուսանող ժամանակվանից դրա մասին լսում եմ ու սպասում եմ։ Ու ինձ հետաքրքիր է սպորտային հետաքրքրությունը, երբ է դա լինելու։ Իմպլանտոլոգիային վերաբերվող, այո, իմպլանտոլոգիան օր-օրի զարգանում են իմպլանտները, ինչն է զարգանում է իմպլանտների նյութերը, նրանցով աշխատելը, այսինքն մարդու համար ավելի տանելի։ Եթե կային որոշ տեսակի հիվանդություններ, որոնք որ մարդու համար արգելք էին ու ոնց որ ասած չէր թույլատրվում իմպլանտացիա նման մարդկանց, հիմա արդեն շատ խնդիրներ կան, որոնք որ թույլ են տալի այդ իմպլանտային նյութերը մարդուն իմպլանտավորել եւ հետագայում արդեն պրոթեզավորել։ Ձեր կարծիքով իմպլանտոլոգիայի ուղղությամբ զարգացումը ինչպես կգնա, այսինքն հեռանկարային ինչը կարող է դառնալ, այսինքն էլ ինչ պիտի փոխվի, ինչ հնարավորություն կա ավելի լավ դարձնելու։ Միայն մեթոդիկաները, բուժման տեսակները, դուք սկզբում շատ հետաքրքիր ասիք, որ մարդու համար դարձել է արդեն ավելի տանելի, որովհետև կան անզգայացման տեսակներ, տարբեր տեսակի, որոնք թույլ են տալիս մարդու համար անցավետ ամեն ինչը տեղի ունի առանց ստրես, ու մարդը ստանա իրան ցանկացած արդյունք, դրական արդյունք։ Նույնն էլ իմպլանտի մեջ է։ Կան գործիքներ, որոնք որ թույլ են տալիս մարդուն, եթե նայում եք տարիներ առաջ իմպլանտացիան, ծնոտը բացվում էր, մեծ վերքեր, ահավոր վերքեր, դժվար վերականգնել շաբաթներով, ամիսներով եւ այլն, իսկ հիմա կան գործիքների տեսակներ, տեխնիկաների տեսակներ, որոնք թույլ են տալիս, որ մարդուն մաքսիմալ առանց տրավմայի ենթարկելու մի քանի ժամվա մեջ, նույնիսկ մի քանի իմպլանտ տեղադրել, մարդուն ճանապարհել եւ մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամսվա ընթացքում մարդուն ունենում է իր երբեմնի կորցրած ատամնաշարը։ Իսկ այնտեղ արհեստական բանականությունը ասեց, որ կան մարդիկ, ովքեր որ ունեն ատամների ծնված ժամանակվանից, հենց նորածին ժամանակվանից ատամների բացակայություն, դա առաջնային ադենցիան է, որ ընդհանրապես սաղմ չի լինում նույնիսկ սաղմնադրման ժամանակ, դա շատ մեծ ու շատ բարդ խնդիր է։ Նմանատիպ մարդկանց համար արդեն աշխատում է օրթոդոնտը, աշխատում են նաև խիրուրգները, որովհետև նման մարդիկ ունեն ծնոտի փոքր չափեր, շատ ժամանակ, ծնոտի լայնացում, մեծացում եւ այլն եւ իմպլանտացիա։ Օրորի փոխվում է, բայց նպատակը նույնն է։ Հավատացեք, նյութերն են փոխվում, գործիքներն են փոխվում, ավելի ճշգրիտ են դառնում։ Օրինակի համար ձեր ասված ձեր չսիրած բոր մեքենան, հա։ Հիմա կան լույսով։ Մեկը կարող է սիրի բացի ստոմատոլոգներից։ Ես սիրում եմ, դա բնական է։ Դա այդ ոչ մեկ չի սիրում։ Բայց արդեն լույսով են, ավելի քիչ ձայնով, ավելի փափուկ են պտտվում եւ այլն, օրորի փոխվում է, գնում զարթնում ես, տեսնում ես նոր տեխնիկա է դուրս եկել։ Որտեղ եք հետևում այդ նորություններին, որտեղ դրանք իսկապես շատ արագ են փոխվում եւ հետո ոնց հասնել դրանց հետևից։ Գիտեք ոնց 100 մասնագետը կարող է ձեզ ասել 100 պրոտոկոլի տեսակ։ Ամեն մեկը իր ձևով ճիշտ է։ Դրա օրինակ ես ատամը պլոմբավորելուց կարող է 5 ատամ պլոմբեմ, 5 ատամն էլ տարբեր ձև պլոմբավորեմ։ Դա ստանդարտ չի։ Ամեն ատամը այսօր կան պլոմբաների տեսակներ նախատեսված հատուկ ծամիչ ատամների համար։ Կան պլոմբաներ, որոնք նախատեսված են կտրող ֆրոնտալ, այսինքն դիմացը գտնվող կտրիչ ատամների կտրող եզրի համար վերականգնող նանո պլոմբաներ, նանո հիբրիդ պլոմբաներ, որոնց մեջ շատ մանր նանո մասնիկներ կան, կերամիկայի, կան ապակի մասնիկներ եւ այլն, օրը զարգանում է։ Հետևում եք նորություններին։ Նախ գալիս են
մարդիկ, որոնք որ այդ բնակավարում բավականին մեծ փորձ ունեն, կոնֆերանսներ մեր ասված։ Այս հրավիրում են, կա վճարովի, կա կրեդիտներով գնում ենք, տեսնում ենք, նայում ենք, հետևում ենք, հետո գոլեգաները մեկս մյուսի հետ շփվելուց մենք շատ հաճախ իրար ռենտգեն հետազոտություններ ենք ուղարկում, մեկս մյուսի կարծիք ենք իմանում, իրար հետ շփվելով, ասում եմ, գիտես, sense մի հատ բանա դուրս եկե, մի հատ փորձի տես ոնց է ես փորձել եմ լավ էր ու տենց առաջ է գնում կամած ոնց առաջ է եղել բոլորը հավաքվում են մի մարդու շուրջ չէ խիրուրգները կամ բժիշկները ու ուսումնասիրում են այդ մարդու մարմինը ոչ մի բան այդ առումով հիմա չի փոխվում մենք նույնպես էլի հավաքվում ենք մենք կարող է 5 հոգով մի ատամ հեռացնենք թվա թե հեշտ է մեր իրականության մեջ ատամ է էլի քաշեցիր բրծար բայց իրականում այդպես չի իրականում ստոմատոլոգիան բավականին ստրես բավականին բարդ, որովհետև դու համ թմրեցնողն ես, համ հետևողն ես այդ մարդուն չգիտես, շատ ժամանակ գալիս են իմ հետ պատահած դեպք ասեմ։ Մարդը նստել է, խոսում ենք, բժշկական քարտը բացել ենք, դե գրում ենք այնտեղ մեր ամեն ինչով։ Ես են հարցնում եմ, ինչ խնդիր ունեք, ասում եմ, խնդիր չունեմ, ասում եմ, բայց ու դեմքից տեսնում եմ, որ աչքերի հետ կապված մեծ ու փոքր եւ այլ հարունը լսված ասում 3 տարի առաջ, 4 տարի առաջ դե ասում եմ բժիշկ ջան 3 կամ 2 տարի առաջ sense բան եմ ունեցել ստենտ են դրել, դա ինչ կապ ունի ձեր հետ։ Իսկ մենք անընդհատ բախվում ենք ստոմատոլոգներս բարդությունների հետ։ Ու այդ նոր մեթոդիկաները, նոր տեխնիկաները մեզ թույլ են տալիս, որ մենք մարդուն մաքսիմալ անվտանգ նույնիսկ նման դեպքերում կիրառենք ու կիրառել դարձնենք բուժումը։ Ստոմատոլոգը եւ անեստեզիոլոգը եւ փափուկ հյուսվածքների հետ գործ ունի եւ ոսկրային եւ գործիքներին եւ ձեռքի աշխատանքը եւ էսթետիկան ամեն ինչ ներառում է շատ լայն ներառական մասնագիտացումը եւ հաջորդը եկեք խոսենք ատամների գույնի մասին, որովհետև սպիտակեցնելը արդեն դարձել է հիվանդագին ինչ-որ ձգտում վինիրները եւ ատամների սպիտակեցման տեխնոլոգիաները։ Այո, դա ժամանակակից բումն է, որովհետև բոլորը ձգտում են դրան, բոլորը ձգտում են հոլիվուդյան ժպիտին։ Իսկ ինչը որ չեմ ուզում ասեմ ամբողջ, բայց ինչը որ մասն ձգտում է, երբեք լավը չի եղել, համաձայն չեք։ Այսինքն սիրուն է։ Տեսեք, որպես բժիշկ ես ինքս դրանով զբաղվում եմ, բայց դրան զբաղվելու ձև կա եւ օրինակ ես երբեք շատ առաջարկներ եմ ստանում իմ ատամները տաշեք, տեղադրեք վինիրներ։ Ես նայում եմ իդեալական ատամներին, իդեալական այս սեղանի գույնի սպիտակ, ուղղակի նրանք թեք են։ Ես այդ մարդուն ամեն ձև բուժառուին համոզում եմ, ասում գնա օրթոդոնտի մոտ, թող ատամները դասի։ Պետք չի ատամներդ ներվազրկել, պետք չի տաշել, ափսոսը 30 տարեկան ես, 25 տարեկան ես, 40 տարեկան ես, դու լդեր կյանք ունես ապրելու, թող այդ ատամը քեզ ծառայի 15 տարի, թող ծառայի 20 տարի, բա հետո։ Այդ վինիրը ողջ կյանքի համար երաշխավոր չի։ Ոչ մի բան արկյանքում երաշխավոր չի, դրա համար նման մարդկանց, ինչը վերաբերում է վինիրներին, միայն ցուցումով։ Okay, եթե կան մարդիկ, որոնք որ ունեն շատ դեղին ատամներ, շատ վնասված ատամներ, արդեն տեսքից գնացած, գունափոխված տրավմայի հետևանք եւ այլ, խնդիր չկա, կարելի է այդ մարդուն վերականգնել ատամների իդեալական, մարդը շատ գեղեցկանա, տեսքը փոխվի, ինքը խնդիր չունի, բայց երբ որ մարդը ունենում է մեկ ժանիկ, որը դուրս եկած ընդհանուր ատամնաշարից եւ ասում է եկեք մին վերև ներքևը տաշենք, մենք ներվազրկենք որպես այդ ժանիկը ուղիղ լինի, ես այդ մարդուն հակառակ եմ համոզում։ Աշխատումը մի վնասիր սկզբում։ Այո, իհարկե։ Ոչ միայն գեղեցիկ, այլև մի վնասիր։ Իսկ սպիտակեցման եղանակները։ Սպիտակեցմանը դեմ չեմ, սպիտակեցման եղանակները տարբեր են, կա 1000 բրենդ ամեն մեկը իրանն ասում։ Բոլորն էլ կիրառելի են, բոլորն էլ արդյունավետ են։ Բայց սպիտակեցումը նույնպես պետք է ունենա ցուցում։ Օրինակ իմ մոտ գալիս են սպիտակեցման համար կա քիմիական սպիտակեցում, կա լուսային սպիտակեցում, կա սպիտակեցում, որը կլինիկայում կիրառվում է, հետո այդ սպիտակեցումը կլինիկայում բժշկի կողմից կիրառվող նյութերի տեսակներ կան, որոնք տալիս են եւ պացիենտը բուժառուն տանն է այդ ամեն ինչը շարունակում։ Կա նաեւ տնային պայմանով սպիտակեցում, կա ինտերնետով սպիտակեցում, դրանց հետևանքները մենք ենք քաշում։
խնդիրները։ Ինչ վնաս կարող են տալ։ Ես Սպիտակեցումը- տարբեր շուտ բաներ տեսել եմ, սոդան խառնում են աղի հետ։ Սոդան աբրազիվը, խազումը, միկրոխազեր, էմալը, Արդեն իսկ։ արդեն իսկ։ Աղը աբրազիվը 100%-անոց չի լուծվում, մանավանդ ջրի հետ չեն լուծում, ուղղակի լուծում են ատամի խոզանակի վրա եւ Պաստայի նման։ նույնիսկ մածուկ են մետաղն է սոդան խազում։ Պատկերացնում եք ատամի ինչ կանի։ Ավելի լավ է մասնագետի մենք Հայաստանում ունենք շատ զարգացած ստոմատոլոգիա։ Ունենք շատ լավ բժիշկներ, ցանկացած մեկը ով ուզում է սպիտակեցում, ինքը կարող գնա իր բժշկի մոտ կամ գտնի կոմպետենտ մասնագետ եւ նրան այդ հարցերը ուղղի։ Իսկ ես որպես այդքան արդից օգտվելով այդ ամեն ինչ կասեմ, սոդա աղ չի կարելի։ Ես բժիշկ լինելով միգուցե այնպեսի շարժումներով անեմ, որ ինձ վնաս չլինի, միգուցե, բայց դա համարյա անհնար է։ Սպիտակեցում կարելի է, բայց ես սպիտակեցումը արգելում եմ այն ժամանակ, երբ որ գալիս են իմ մոտ կարիեսներով։ Եթե բերանի խոռոչում կան կարիեսներ, նույնիսկ սև կետիկներ, սպիտակեցումը նման մարդուն արգելվում է։ Ինչու՞։ Որովհետև սպիտակեցումը ինքը, այսպես ասեմ, կարճ օրգանական նյութերով պայմանավորված մեր ատամը դեղնում է։ Այդ օրգանական նյութերը նենց չէ, որ վնաս է մեր օրգանիզմին, բայց երբ որ դու օրգանական նյութերը հատուկ քիմիական միջոցով մարդու ատամից դուրս ես բերում, ատամը դառնում է սպիտակ եւ ավելի ծակոտք են, ավելի այսպես ասեմ, ավելի ընդունելի կարիեսի համար, ավելի շուտ ախտահարվող, ու եթե ուշադիր չլինի պացիենտը եւ ուշադիր չլինի բժիշկը, ատամները նման կարող են շատ շուտ ախտահարվել կարիեսով։ Իսկ այդ դեպքում տարին 2 անգամ ատամնաբուժի մոտ մաքրելը, որ խորհուրդ են տալիս հենց ատամնաբուժները, վտանգավոր չի։ Ոչ վտանգավոր չի, որովհետև սպիտակեցումը դա այլ բան է։ Ստոմատոլոգի մոտ տեսեք, զատում են 2 բան՝ կա բերանի խոռոչի խնամք տնային պայմաններում եւ կա բերանի խոռոչի խնամք, պրոֆեսիոնալ խնամք բժիշկ ստոմատոլոգի կողմից։ Այսինքն տարեկան 2 անգամ մենք որ գնում ենք բժիշկ ստոմատոլոգի մոտ, մենք չենք սպիտակեցնում մեր ատամները, սպիտակեցում դա այլ բուժման կամ էսթետիկ ստոմատոլոգիայի ուրիշ ճյուղ է։ Իսկ ատամնաքարերը հեռացնել եւ հետեւել սեփական ատամների առողջությանը տարեկան 2 անգամ ձեզ բժիշկ է եթե խորհրդատվել, ինքը բավականին կոմպետենտ բժիշկ ասեմ իմանաք։ Բարձր բոլորն են ըստ էության դա խորհուրդ տալիս եւ մի ուրիշ թեմա էլ կա, խանութներում լայներով վաճառվող լայն ընտրություն կա, մի ամբողջ պատ դարակաշարերի ատամի մածուկների։ Ինչ ասես խոստանում են, սպիտակեցում 3D, 5D, 7D, ոնց կողմնորոշվել դրանցից որն է իսկական լավը եւ առողջարար ատամի համար։ Մածուկներ կան, որոնք պարունակում են ֆտոր։ Ես իմ փորձից ելնելով ամենակարևորը եւ բազովի ասված խորհուրդը, բազային են հենակետային խորհուրդս, որ մարդիկ երբեք տարիներով մի օգտագործեք ֆտոր պարունակող ատամի մածուկ։ 2 շաբաթ կամ 2 ամիս կամ 1 այդ տոպիկով ոնց որ ասած օգտագործեցիք, մյուսը առանց ֆտորի։ Հետո մածուկներ ունեն աբրազիվության տեսակներ։ Առհասարակ ամենավատ մածուկով, ամենամաչելի մածուկով դու կարող ես քո ատամները լվանալ իդեալական եւ պահել շատ լավ վիճակում։ Կարող ես ամեն օր լվանալ, բայց 5 տարի, 7 տարի ստոմատոլոգին չայցելես, ատամնակար չհեռացնես, վերջում ես ամեն օր ատամ է լվանում։ Իմ ատամներս ինչ են կարիեսով ախտահարված։ Այո։ Պրոֆեսիոնալ խնամք կա, ինչքան էլ մենք փորձենք լվանանք, հաշվի առեք, որ կա ատամների բնական թեքվածություններ, որտեղ ատամի խոզանակը չի կարող լինել։ Լիարժեք չես կարող, այո։ Շատ մարդիկ կան ունեն խնդիրներ, խոզանակը խորը չեն կարողանում տանել։ Մեկի ծնոտն է ցավում, մեկի ատամն է ցավում, մեկը առհասարակ տանելիություն չունի, չի կարողանում խոզանակով երկար լվանալ եւ այլ եւ այլ։ Միջին 5 րոպե պետք է լվանան, մեզ լսողներից ով է 5 րոպե ատամ լվանում։ Ոչ ոք, առավոտ շուտ։ Կան հոգի կակ մեզ լսողներից, որ 5 րոպե ատամ եք լվանում ու հատուկ ուղղություններով, ինձ թվում է շատ քչերը։ Ստոմատոլոգները
Շնորհակալություն, բժիշկ ստոմատոլոգ Էդգար Նավասարդյանն էր։ Շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կաթնատամի միջուկում իսկապես կան ատամնային պուլպայի, ցողունային բջիջներ եւ գիտական հետազոտություններում դրանք դիտվում են որպես խոստումնալից նյութ ատամի հյուսվածքների վերականգնման համար։ Ապագայում գուցե այլևս դեն չնետենք երեխաների կաթնատամները, մտածելով, որ դրանց ցողունային բջիջներով մեծահասակ տարիքում նոր ատամ կաճեցնեն։ Այս պահին դա դեռ գիտաֆանտաստիկ է հնչում, բայց ով գիտե։ Եթերում Դիջիմեդներ, առողջ եղեք, ցտեսություն։